Արդյոք ես կկարողանամ թարսիքաբուն սարքել ամենաուժեղ բազան, թե ոչ, կտեսնենք այսօրվա վիդեոում։ Դե ինչ, գնացինք դիտելու։ Դե ինչ Ժողովրդյան, իմ բազան սարքելու համար պետք էր մի քանի բլոկներ, որոնցից օբսիդիանը, պեսոկ դուշը ու նմանատիպ այլ բաներ։ Դե ինչ, հիմա եկեք տնենք ոնց եմ ես այդ բլոկները հավաքում ու ոնց եմ իմ բազան սարքում։ Դե ինչ, գնացինք։ Դե ինչ ժողովուրդ, ես տեղ քանդում եմ բլոկները, որ ինձի պետք է բազան սարքելու համար, այսպես քանդում եմ պեսոկ դուշ, որը օգտագործելու եմ բազայի պաշտպանության համար, որ մարդիկ բազան դժվար գրիվեն։ Իսկ ստեղ ճամփին ոսկոր տեսակ քանդեցի, որովհետև կարող է պետք է, չգիտեմ ինչ համար, երևի ֆերմա սարքելու համար, բայց դե քանդեցի, հուսամ պետք է գա։ Ժողովուրդ, սենց հետաքրքիր վիդեոներ բաց չթողնելու համար ընդհանրապես բաժանորդագրվեք գալիքին, սեղ մեկ լայքը, որ վիդեոն ընկնեք, կոմենտ գրեք ու միացրեք զանգակը։ Այդքան անելուց հետո դուք իմ վիդեոները հաստատ բաց չեք թողնի։ Ճիշտ է, ես իմ վիդեոները գցում եմ Discord, Telegram, բայց դե կբացենք թաթա Telegram, որովհետև իմ Telegram-ը ջնջվել էր, բայց դե ինչ, եկեք դինենք շարունակությունը վիդեոյի։ Այստեղ ես ընթացքում չգիտեմ ոնց կատարում եմ Battle Pass-ի զադանյաները, իսկ Battle Pass-ը կարող գնեք Dark Page, ընդհանրապես 1500 դրամով, եթե չեմ սխալվում, շատ հարմար է ու շատ էս Bitcoin ստանում։ Ինձ թվում է լավ է։ Այստեղ ես որոշեցի, որ իմ բազան քանդեմ, մեծացնեմ, որ այստեղ տեղ ունենամ այդ ընդհանուր բազան սարքելու, որտեղ բազան այսքան մեծ չի լինելու, մնացածը կտեսնեք վիդեոյի ընթացքում, թե ոնց անելու բազան։ Հուսամ ես դե կոորդինատները ցույց եմ տալիս։ Իհարկե ցույց եմ տալիս, բայց դες կփակեմ։ Այստեղ ես որ քանդում եմ, ընթացքում մտածում եմ, թե ոնց կարող լինի բազան, ճիշտ է, հետո իմ ընկերն եկե օգնել, մնացածը էլի կտեսնեք վիդեոում, թե ինչ է կատարվում։ Դե ինչ ժողովուրդ, բազան դուք ստեղ տենում եք, կարելի ասել փորված վիճակում, որտեղ մենք տնելու ենք հատուկ բլոկներ, որ բազան գրիֆել է, ավելի դժվար լինի, սենց ասած, ճիշտ է, սենց տենես դժվար է, որտեղ վրայքյոն կա, խանգարում են, բայց ոչինչ, չան խանգարում, ես եմ ընկերոջս տապանում, բայց ոչինչ, եկեք տնենք ստեղ սունդուկներն է դրած, անդադ ստեղ ընգենում եմ, բայց դե ոչինչ, շուտով կտնեք բազայի իրական տեսքը։ Ստեղ ես ես փորձում եմ անդադ չգնեմ ոց ցույց տամ, չգնեմ լավ երևում թե չէ, բայց դե ստես համենայն դեպս փորձել են ընծանել որ լուսավոր լինի, բայց շեյֆայում է զելյախմե, որ ավելի լուսավոր լինի, բայց դե հուսամ նորմալ երևում է։ Ժողովուրդ, դուք ստեղ տեսնում եք, թե իմ ընկերն ինձ ոնց օգնում էր բազայի համար հավաքենք օբսիդիան, որ մեր բազան ավելի պինդ լինի ու դժվար գրիվեն։ Ժողովուրդ ջան, եկեք նորից հիշեցնեմ, որ դուք պետք է դնեք լայքերը, բաժանորդագրվեք գալիքին, որ բաց չթողնեք մեր հետագա հավես վիդեոները ու կոմենտներում կարող առաջարկեք էլ ինչ վիդեո կուզենաք տեսնել այս YouTube-ի ալիքում։ Ժողովուրդ, դուք ստեղ տենում եք ոնց է իմ ընկերն ինձ օգնում շարենք տան պատերը, օբսիդիանով շարում ենք տան պատերը, հատակը ու որ մեր բազան չկարողանան գրիվեն ու դժվար գրիվեն։ Այստեղ դուք տեսնում եք, որ մենք մեր տան պատերը անում ենք երկու սլոյ, որ ավելի պինդ լինի,
ճիշտ էսի հաջորդ պատմա, բայց դուք ես գտել եք, որ մենք պատերանում ենք երկուսլով, որ ավելի պին դլնի։ Նայեք ստեղ ես եմ փորձում եմ իբր պատերը շարեմ, բայց դե քանի որ իմ հեռախոսը կախում է, իմ ընկերը ինձ օգնում է։ Ինչպես իսկ կնընկեր, ես էլ իրան եմ օգնում։ Okay. Ժողովուրդ դուք ստեղ տենում եք, թե ոնց ենք արդեն սարքում մեր տանպատերի երկրորդ սլոյը, որ մեր տանպատրերը լինի ավելի պինդ ու դժվար գրիֆեն։ Ժողովուրդ ինձ թվում է ձեր դուրը գալիս է ասենց վիդեոները տենալը, ասենց հավես վիդեոները, որ հավես բաներ ենք անում, բազա ենք սարքում։ Եթե ձեր դուրը գալիս է այդ ամեն ինչը, ընդամենը գրում եք կոմենտներ, դնում եք լայքեր ու բաժանորդագրում եք գալիքին, այդքանը ու վсё, ու վայելում եք ձեր վիդեոն։ Ժողովուրդ ջան, ես ձեզանից կուզենայի իմանալ ձեր դուրը գայս է երկար վիդեոներ, թե կարճ վիդեոներ, բայց հետաքրքիր ու մոնտաժ է։ Ձեզ մոնտաժի վրա ծախսում եմ մի 2-ից 3 օր, դրա համար վիդեոները ուշ են գնում ու այտենց։ Ես կուզենայի ցեսոնից լսեի ձեր կարծիքը, ձեր դուրը գալիս է, թե չէ, կամ ոնց է գալիս։ Ժողովուրդ ինչ ստեղ տենում եք, թե ինչի ես չի կարում նորմալ սարքել, բայց այնքան որ տեսեք ես ոնց եմ սարքում, իմ մոտ ոնց է կախում ու դրա համար ես քիչ եմ անում վիդեոներ, բայց դե ձեր խաթր շատ եմ անում ու շատ եմ մոնտաժ անում, որ ձեր դուրը գա ու հետաքրքիր լինի։ Այն որ ես մինչև մի բլոկ դնում եմ, իմ ընկերը մի քանի բլոկ դնում է, մի քանի բլոկ քանդում է։ Ահա որը։ Ժողովուրդ ջան, դուք ստեղ կտեսնեք, թե մենք ոնց ենք սարքում մեր տան բազայի կռիչը ու ոնց ենք օգտագործում ստեղ պեսոկ դուշը ու ոնց ենք պաշտպանում մեր բազան։ Դե ինչ ժողովուրդ, մենք ստեղ արդեն շարում ենք պեսոկ դուշը, որ մեր բազան ավելի պաշտպանված լինի։ Ստեղ ես վռազում եմ ու ջուր եմ լցում ու խանգարում եմ իմ ընկերոջը, բայց դե ինքը շարունակում է ինձ օգնել ու սարքում ենք բազան։
Ժողովուրդ ճիշտ է, ես էլ եմ զգացել, որ վիդեոյի մեջ շատ քիչ եմ խոսում, բայց դե այս վիդեոյում սենց էր, մյուս վիդեոյից արդեն շատ կխոսեմ։ Դե ինչ ժողովուրդ, դուք ստեղ տենում եք, թե ոնց ենք մեր տան կրիչը ջուր լցնում, որ լինի ավելի պաշտպանված։ Դե ինչ Ջորջան եկավ ռեգիոնը դնելու պահը, իսկ ստեղ մենք քննարկում ենք որտեղ դնենք ռեգիոնի բլոկը, վերևը թե ներքևը։ Դե իհարկե իմ ընկեր ասում է վերևը, իսկ ես ներքևը, որ պետրոկի տակ դնենք ու ապահով լինի։ Դե իսկ հիմա կտնենք ում ուզածով եղավ։ Դե ինչ ես ստեղ արդեն դնում եմ ռեգիոնի բլոկը ու մեր բազան համարվում է ամբողջովին պատրաստված։ Իսկ հիմա կտնենք ներսի դասավորվածությունը։ Թարսիկ հաբի ամենաուժեղ բազան պատրաստ է։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, դրեք լայքեր և բաժանորդագրվեք ալիքին։